Եթերում լուրերի թողարկումն է, բարև ձեզ։ Վերջին շրջանում սոցիալական ցանցերում տասնյակ լուսանկարներ և գրառումներ են հրապարակվում Վանաձորի քայքայված ճանապարհների մասին, որն արդեն հումորի և անեկդոտի առիթ է դարձել։ Ըստ կառավարության կայքի առաջիկայում 9 միլիոն դրամ կհատկացվի Լոռու մարզպետարանին Վանաձորի ճանապարհների վերանորոգման նախահաշվարկային աշխատանքների համար։ Նախաձեռնության հեղինակը տարածքային կառավարման և զարգացման նախարարությունն է։ Շինարարական աշխատանքների իրականացման համար հետագայում կպահանջվի շուրջ 290 միլիոն դրամ։ Անբարեկարգ են նաև Ալավերդու փողոցները։ Շուտով այստեղ ևս ասֆալտապատման աշխատանքներ կկատարվեն, սակայն ոչ ամբողջական։ Նախատեսվում է քաղաքի տարածքում կատարել փոսային նորոգման աշխատանքներ։ Հունիսի 26-ից Ալավերդու փողոցներում կիրականացվեն փոսային նորոգումներ։ Մարզերի համաչափ զարգացման հրատապ ծրագրերի շրջանակներում 18 միլիոն դրամ է տրամադրվել Ալավերդու ամբողջ տարածքում 1940 քառակուսի մետր տարածք ասֆալտապատելու համար։ Լոռու մարզպետարանում կայացել է մրցույթ, շահել են Երևանյան կազմակերպություն ասֆալտապատման աշխատանքները և 18 միլիոն դրամի ասֆալտապատման աշխատանքներ կատարվելու 2017 թվականին, երևի թե կավարտվի մինչև օգոստոսի 1։ Փոսային նորոգումներից հետո մինչև սեպտեմբերի 1-ը քաղաքում նաև ճանապարհային գծանշումներ կարվեն, սակայն արդեն համայնքային բյուջեի հաշվին։ Փոխքաղաքապետ Արթուր Վարոսյանը նշում է, որ նախնական հաշվարկներով կանգառներում, հետիոտնային անցումներում և հոցգծերում գծանշումներ անելու համար անհրաժեշտ կլինի շուրջ 960,000 դրամ։ Եթե մենակ կատարվեն անցումներն ու կանգառների ներկումը, գումարը կկազմի մոտավորապես 400-500,000 դրամ, իսկ եթե կատարվի ոչ թե հատուկ կազմակերպության կողմից, այլ կոմունալ տնտեսության կողմից, դրա գումարը կկազմի մոտավորապես 350,000 դրամ։ Արթուր Վարոսյանը նշում է, որ այս ուղղությամբ քննարկումներ են տարվում։ Մինչև հուլիսի 20-ը կհաշվարկվի բյուջեից տնտեսած գումարի չափը և ըստ դրա էլ կորոշվի գծանշումներ անելու եղանակը։ Նշենք նաև, որ Թումանյան փողոցում ԱԳ սուպերմարկետի հարևանությամբ գտնվող կանգառի տարածքում հետիոտնային անցումի գծանշումները սխալ տեղում են արված։ Փոխքաղաքապետը նշում է, որ նոր գծանշումներ անելիս դա հաշվի կառնվի։ Ուրեմն, եթե չեմ սխալվում, ԱԳ սուպերմարկետի մոտ էր խնդիրը, կլուծվի այդ խնդիրը, որովհետև գծանշումները պետք է կատարենք պետավտոտեսուչների հետ համատեղ, այսինքն այդ որոշումը միջև գծանշումները ու հուսով եմ, որ խնդիր չի առաջանում։ Էմմա Պետրոսյան, Արման Տիտանյան, լուրեր։ Իշճոճկանում այս տարի հնարավոր է դարձել ամբողջական ասֆալտապատում իրականացնել։ Համայնքային բյուջեի միջոցներով ամեն տարի փոսային նորոգումներ էր արվում, այս տարի հնարավոր է դարձել կենտրոնական փողոցներն ամբողջովին ասֆալտապատել։ Ճանապարհաշինական աշխատանքներն արդեն մեկնարկել են։ Ասֆալտապատման աշխատանքներն իրականացնում է Թումանյանի ճանշինը 50 միլիոն դրամով։ Հիմա այս պահի դրությամբ սկսվել աշխատանքները մոտ 200 մետր կանգառից մինչև դպրոցի հատվածը, որը ընդհանրապես ոչ պիտանի է, նաև գյուղի կենտրոնական ճանապարհները, որը սովետական միության այն ժամանակ է վերանորոգվել, ընթացքում եղել են փոսալուծումներ, բայց դա եղել է ոչ ասֆալտային, իսկ հիմա կատարում է կապիտալ վերանորոգում։ Համայնքի բյուջեի ֆոնդային մասը ամեն տարի չէր գերազանցում 4-ից 5 միլիոն դրամը։ Դեպի տեղական բյուջե այս տարի լուրջ ֆինանսական հոսքեր են եղել, որի արդյունքում էլ հնարավոր է դարձել իրագործել այս ու էլի մի շարք այլ կարևոր ծրագրեր։ Այդ թվում 15 միլիոն դրամ է հատկացվել ջրագծի ծրագրի իրականացման համար որպես համայնքային ներդրում։ Բարձրավոլտ էլեկտրոցանցերը պետական գնում է կատարել ժողովրդից հողեր, այսինքն ոչ համայնքից, համայնքին այնտեղ շատ քիչ է եղել, կատարվել է հողատեսքի փոփոխություն եւ դրա միջոցով, այսինքն բյուջե մուտք է եղել գումար, համապատասխան գումար եւ դրա հնարավորությունը ստեղծվել է, հիմա մենք կատարում ենք մեր գյուղի ասֆալտապատում։ Ճանապարհաշինական աշխատանքները մեկնարկել են դպրոց տանող ճանապարհից, այստեղ կատարվում է ճանապարհի հարթեցում, խճապատում, որից հետո միայն կկատարվեն ասֆալտապատման աշխատանքները։ Զուգահեռ վերականգնվում են նաև մայթերը։ Միայն այս հատվածում 2 կիլոմետր ճանապարհ է ասֆալտապատվելու, մնացած հատվածներում նորոգումը կլինի փոսային։ Նախատեսված է ասֆալտապատում առաջ սնաչալը փոսային հարթեցում, հետո սպրաշնոյ ասֆալտ, մոտիկ արդեն մի 10 ռես հող ենք հանել ճանապարհից, հետո դեն մեկ էլ ունենք հանելու, մաքրելու,
մեծ թափով աշխատանքը ընթանում է։ Շինարարների խոսքով աշխատանքներին խանգարում է միայն անձրևային եղանակը, թեև նրանք խոստանում են, որ տեղավորվելու են նախանշված ժամկետներում։ Մենք հաստատ մինչև օգոստոսի կեսերը կվերջացնենք։ Դա վերջ չենք հասնի, քանի որ սա դպրոց ճանապարհ է, պետք է մինչև դպրոցը ավարտենք, մեր ասֆալտի որակին կասկած չկա։ Ընդհանրապես արած աշխատանքին կասկած չկա։ Մերիկ Օլոլյան, Արման Տիտանյան, լուրեր։ Արարատի մարզի Ջրաշեն գյուղում արտակարգ իրավիճակ է ստեղծվել։ Բնակիչները փակել են գյուղից դուրս եկող ճանապարհները եւ թույլ չեն տվել, որպեսզի ծիրանով բեռնված բեռնատարները դուրս գան գյուղից, քանի որ մթերող ընկերությունները պայմանավորվածություն են ձեռք բերել ծիրանը գնել մի գնով, հետո կտրուկ իջեցրել մթերման գինը, այն դարձնելով 400 դրամ 1 կիլոգրամի դիմաց։ Դա զայրացրել է ջրաշենցիներին, ինչի հետևանքով ծեսկրտուք է տեղի ունեցել գյուղացիների եւ մթերողների միջև։ Բուժաշխատողի օրվա կապակցությամբ Ալավերդու բժշկական կենտրոնի 2 բժիշկներ ամբողջ տարվա ընթացքում իրենց կատարած բարեխիղճ նվիրված աշխատանքի համար արժանացել են պարգևների Լոռու մարզպետի եւ առողջապահության նախարարի կողմից։ Մանրամասները տեսանյութում։ Սուսաննա Միկոյանը Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի կողմից ճանաչվել է որպես տարվա լավագույն մարզային ամբուլատոր բժիշկ, իսկ մանկաբույժ Անուշ Ղալայանը օրվա կապակցությամբ արժանացել է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի պատվոգրին։ Բժշկուհու համար անակնկալը հաճելի է եղել։ Ցանկացած հաճելի պահ շատ ավելի հաճելի է լինում, երբ անակնկալ է լինում։ Նախորոք չգիտես, նախորոք տրամադրված չես եւ ստանում ես եւ բավականին հաճելի է, որ գնահատվում է կատարած աշխատանքդ։ Ինձ թվում է բոլորը աշխատանք կատարելու ժամանակ ինչքան էլ ծանր աշխատեն, ինչքան էլ դժգոհ են այդ պահին աշխատելուց, երբ արդեն գնահատվում է աշխատանք, արդեն հասկանում ես, որ արժեր եւ չարչարվել, եւ չքնել, եւ վազվզել, եւ խոսել, մի խոսքով աշխատանքը տեսնում ես, որ իսկապես արժեր այն ամենը անել, ինչ որ արել ես, միգուցե ինչ որտեղ պարտք ես մնացել, երևի ավելին պիտի արդեն ձգտես անել, որ կարողանաս պահես այն սանդղակը, որ քեզ դրել են։ Բժշկուհին նշեց, որ նմանատիպ պատվոգրերը մեծացնում են պատասխանատվության զգացումը եւ պարտավորեցնում ձգտել ավելին։ Կա մոտիվացիա, երբ վախենում ես պատժվելուց, եւ կա մոտիվացիա, երբ ձգտում ես շնորհակալանքի, գնահատման։ Հիմա սա այդ դրական մոտիվացիաներից մեկն է, երբ որ աշխատանքդ գնահատվում է, արդեն թվում է, թե ինչ որ մի բան պակաս ես արել, պիտի ձգտես ավելին անել։ Բժշկական կենտրոնի տնօրենի խոսքով ճիշտ է նմանատիպ պատվոգրերի ու դրամական խրախուսանքների բժիշկները այստեղ Ալավերդու բժշկական կենտրոնում են արժանանում, սակայն ավելի ոգևորող է լինում, երբ աշխատանքը գնահատվում է մարզային կամ հանրապետական մակարդակով, նշեց նա։ Իհարկե ցանկացած բժշկական համակարգում այդ օրը շատ կարևորագույն օր է, այդ տոնական օրը, որտեղ մենք գրեթե նույն ձևով, ինչպես տարեվերջին, այնպես էլ այդ օրը մենք հետադարձ ենք կատարում դեպի 1 տարի հետ եւ նորից փորձում ենք ամփոփել մեր կատարած աշխատանքները, որը որ կատարել ենք այդ 1 տարվա ընթացքում։ Ստեփան Մոսինյանը նաև ընդգծեց, որ այս պատվոգրերը կարևոր են ոչ միայն ստացող բժիշկների, այլ ամբողջ անձնակազմի ու ընդհանրապես բժշկական կենտրոնի համար։ Լուսինե Փարսադանյան, Արման Տիտանյան, լուրեր։ Գնահատման և թեստավորման կենտրոնն ամփոփել է հունիսի 20-ին հայոց պատմություն և քիմիա առարկաներից անցկացված միասնական քննությունների արդյունքները։ Տնօրեն Արա Իսպիրյանի տեղեկացմամբ հայոց պատմության քննության միջին միավորը եղել է 12,18%, անբավարար գնահատականը ստացել է քննություն հանձնողների 16,5%-ը, առավելագույն 20 միավոր 3%-ը։ Քիմիայից ևս անբավարար գնահատականները կազմում են 16%, 20 միավորները 4,2%։ Միջին միավորն այս առարկայից եղել է 13-ը։ Հարավկովկասյան երկաթուղիներ փակbaşնետիրական ընկերության Սանահինի մեխանիզացված գծային ուղեմասում կատարվում են 2017 թվականի համար նախատեսված տեխնիկայի նորոգման պլանային աշխատանքները։ Ուղեմասի վերանորոգման արտադրամասում այս տարվա համար պլանավորել են 5 միավոր երկաթուղային տեխնիկա վերանորոգել, 2-ի վերանորոգումն ընթացքի մեջ է։ Մեքենայացված գծի նորոգումը արդեն 30%-ով կատարված է։ Մեքենաների կապնորոգման հետ է 2 տեխնիկա հանձնվել արդեն, 2-ը հմի էսպային նորոգման շրջանում են գտնվում, հետո 5-րդը արդեն
կսկսենք։ Մեքենայացված գծային ուղեմասում կապիտալ նորոգվում են ինչպես ուղեմասին գծված տեխնիկաներն, այնպես էլ հարավկովկասյան երկաթուղու այլ հիմնարկների տեխնիկաները։ Սանահինի մեքենայացված գծային ուղեմասում սերնդափոխություն է կատարվել, աշխատակիցների մեծ մասը երիտասարդներ են։ Սկզբից շատ դժվարությամբ, որովհետև անծանոթ էր այդ ամեն ինչը, բայց այս 5-6 տարիների ընթացքում արդեն բավականին փորձ ունեն, սիրում են իրենց աշխատանքը, զարգանում են, դա զգալի է երևում է բոլորի վրա։ Խնդիրներ կան շատ լավ մասնագետների, բայց մեր մասնագետները զարգացման փուլում են, այսինքն չենք կանգնել, անընդհատ աշխատում են իրենց վրա, մեր հսկողության տակ, ու տարեց տարի դա երևում է աշխատանքի որակի վրա, խափանությունները պակասել ահագին, նորմալ է ամեն ինչ։ Արամ Լալայանի խոսքով այսօր էլ երիտասարդներն աշխատելով փորձառու երկաթուղայինների հետ մասնագիտական առաջընթաց են գրանցում, ինչն էլ դրական է ազդում Սանահինի մեքենայացված գծային ուղեմասի աշխատանքների վրա։ Արդյունքում յուրաքանչյուր ամիս ուղեմասը 100%-ով կարողանում է կատարել պլանը։ Մերիկոլոլյան, Արման Տիտանյան, լուրեր։ Սանահինի հայի տուն էթնիկ մշակույթի և զբոսաշրջության կենտրոնի հիմնադրումից հետո Երևանի Մեսրոպ Մաշտոց կենտրոնի գեղարվեստական ղեկավար Նադյա Անտոնյանը Սանահինում հիմնել է խոսքի և մշակույթի կենտրոնը։ Իսկ էթնիկ և զբոսաշրջության կենտրոնում արդեն հյուրընկալում են օտարերկրացիների և տեղացի հյուրերի։ Ռիցանց տուն, այսպես է կոչվում Սանահնեցի Մարտիրոսյանների նախապապ հոգևորական Հովանեսի տունը, որը կառուցվել է 20-րդ դարի սկզբին։ Մեկդարյա տունն այսօր փոքր իջևանատուն է դարձել հյուրերի համար, իսկ բակում ու տաղավարներում ներկայացված է ազգային մշակույթը, պատմությունը, սանահինցիների կենցաղն ու ավանդույթները։ Մեր համալիրը կազմված է մի շարք տաղավարներից, թիվ 1 տաղավարը, այսպես ասեմ, տուն թանգարանը, Ռիցանց տուն թանգարանը, որը ներկայացնում է 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի սանահնեցու կյանքը, կենցաղը, արհեստագործական դրվագներ, որոնք պետք է փրկել, որոնք պետք է փոխանցել սերունդներին, նաև հայ սերունդներին, որովհետև որքան էլ համաշխարհայնացումը իր հետ բերում է և օգտակար և վնասակար բաղադրիչներ, համենայն դեպս բոլոր սերունդների համար շատ կարևոր է ազգային արմատների, ազգային ինքնաճանաչության գիտակցությունը։ Էթնիկ մշակութային կենտրոնում արդեն հյուրընկալել են հյուրերի զբոսաշրջային խմբերի 10 երկրներից։ Հայաստան եկող զբոսաշրջիկներից շատերը պատմամշակութային հուշարձաններից բացի ցանկություն ունեն ճանաչելու նաև ազգային մշակույթն ու ավանդույթները։ Հայի տուն կենտրոնն այդ հնարավորությունն արդեն իսկ ընձեռում է։ Այստեղ կազմակերպվում են գրական ցերեկույթներ, փոքրիկ բեմադրություններ։ Նադյա Անտոնյանի խոսքով զբոսաշրջիկներին դա շատ է դուր գալիս, ովքեր կիսվել են իր հետ միայն լավ տպավորություններով։ Անհամեստորեն խոստովանեմ հիանում են, իրենք էլ որտեղ ծրագրերը մեր կազմված են այնպես, նրանք պասիվ դիտող չեն, նրանք անմիջապես մասնակիցն են այս ծրագրերի, պարում են, օրհնված տերնդեզի խարույկի վրայով թռչում են, վարդավառի այդ վարդաշաղախ ջրով ցողվում են, օծվում են, քոչարին միասնական պարում են և լիցքավորված գնում են։ Մենք ունենք հուշամատյան, որտեղ տպավորություններն են ամրագրում, գրում են, որ մենք բացահայտեցինք յուրատեսակ վառվռուն հոգևոր Հայաստան։ Կենտրոնը համագործակցում է նաև երևանյան զբոսաշրջային գործակալությունների հետ, որոնք էլ ոգևորված են կենտրոնի գործունեությամբ, քանի որ զբոսաշրջիկների համար սա նորություն է ոչ միայն Սանահինում, այլև Թումանյանի տարածաշրջանում։ Այս կենտրոնը բացարձակապես նոր թարմություն, նոր կենսառակ վառվռուն մշակութային էներգիա է բացահայտում հյուրերի համար։ Այսպիսի կարծիքներ ունենք բազմաթիվ։ Սանահինում զբոսաշրջության զարգացմանը նպաստելուց բացի կենտրոնը ևս մեկ նպատակ ունի՝ պահպանել և երիտասարդությանը փոխանցել մշակութային ու ազգային արժեքները։ Մերիկոլոլյան, Արմեն Հովսեփյան, լուրեր։ Եվ վերջում եղանակի մասին, հանրապետության տարածքում հունիսի 23-ից 24-ի երեկոյան ժամերին հյուսիսային առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում։ Հունիսի 25-ից 27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այսօր այսքանը, ցտեսություն։
Վաղն օրվա ընթացքում Ալավերդիում կդիտվի փոփոխական անպամատություն, հնարավոր են առատ տեղումներ։